նա ինչի չի ծառայել պայմանական իր վերջնարդյունքին։ Իսկ ինչի չի ծառայել, արդեն իմ խոսքում նշեցի, սա երևի թե անիվի մասով։ Իսկ ինչ վերաբերվում է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ձերբակալություններում, ոչ միայն վերջի շրջանում, այլ նախկինում։ Ես ինքս էլ հայտարարել եմ, որ մենք այս կամ այն դրվագով, հիմնավոր կասկածով համագործակցում ենք մեր ուժային գործընկերների հետ։ Դուք երևի նաև ականատեսը եղած կլինեք, որ գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ մենք որոշակի առումով առնվազն մի դեպքի հետ կապված հրապարակային ասել ենք, որ ստեղ խնդիր կա, այդ խնդրի վերաբերյալ որոշակի փաստաթղթեր ենք փոխանցել մեր գործընկերներին եւ այսպես ասած գործին որոշակի ընթացք տվել, ճիշտն ասած, այս բանը չգիտեմ, գործը ինչ փուլում է, բայց ուզում եմ ասեմ, որ դա գաղտնի չի, մենք հրապարակային դրա մասին ասել ենք, խնդրում եմ չմոռանաք, որ Երևանի քաղաքապետարանը եւ իր ենթակա կառույցներով մենք գործ ունենք շուրջ 30,000 մարդու հետ, 30,000 աշխատակցի հետ։ Եվ 30,000 աշխատակցի մեջ, եթե լինում են դեպքեր օրինակի համար, որ գծված են խաղի կանոններից մարդիկ անցնում են, բնականաբար մենք այդ տեսակ գործընկերների հետ չենք ցանկանա մեր աշխատանքը շարունակել եւ ոչ միայն մեր ցանկություններից ելնելով եմ դա ասում, այլ ասում եմ օրենքի պահանջից, որտեղ եթե դու մի բանի մասին գիտես ու չես հայտնում, այդ նշանակում է, որ առնվազն դու որոշակի հետաքրքրություն ունես չհայտնելու մեջ կամ այլ մի պատճառ, էլի։ Ինչ վերաբերվում է կոնկրետ վերջի ձերբակալություններին, Երևանի քաղաքապետարանը այդ մասով որոշակի մտահոգություններ ունի, որովհետև եթե օրինակի համար դուք ծանոթանաք տվյալ գործով ձերբակալված, կալանավորված կամ կալանքը մասնակի բավարարված մեր գործընկերների փաստաբանների հետ ու իրենցից լսեք, թե այդ մարդիկ ինչի համար են օրինակի համար մեղադրվում ու ինչի են անազատության մեջ կամ այսպես ասած տնային կալանքի, դուք կհասկանաք, դուք ինքներդ եք կհասկանաք, որ ինչ-որ մի բան այնպես չի։ Դրա համար ես կարծում եմ, որ ձերբակալությունները Երևանի քաղաքապետարանում, որոնք որ այս կամ այն կերպ միանշանակ չեն ընդունվում, ոչ միայն մեր կողմից, եւ ինչպես նշեցի արդեն այս դեպքում փաստաբանների կողմից, մենք այդտեղ լուրջ խնդիրներ ենք տեսնում։ Ֆակտոր տեղեկատվական կենտրոն։